Ողջույն բարեկամներ, դուք միացել եք Ռադիո Մարիամի եթերին եւ այսօր մեր տաղավարում է հայր Ներսես Ծայրագույն Վարդապետ Գալստյանը եւ մեր զրույցի թեման է շնորհակալ լինելը։ Աստվածօգնական հայր Ներսես, շնորհակալ եմ մեր տաղավարում լինելու համար։ Աստված պահապան։ Շնորհակալ լինելը կարծում եմ չափազանց կարևոր է մարդու համար եւ միասին այսօր բացահայտենք թե ինչի համար է այդքան կարևոր եւ առաջին հարցս արևմուտքում ինչու է այդքան արժևորվում շնորհակալ լինելու այդ վիճակը մարդու, որ դրա համար նույնիսկ տարվա մեջ օր կա հատկացված։ Հավատացեք, արևմուտքում ընդունված այդ ձևը, որը հիշատակվում է որպես գոհունակության կամ շնորհակալության օր, ես կապեի ավելի ընտանեկան մի սովորության հետ, ինչպես եւ մարդուհիթը, որը կանանց նվիրված տոնն է, այնպես էլ այս տոնը կան իրադարձությունը, որը տեղի ունենում հատուկ շեշտադրված որպես գոհաբանության եւ շնորհակալության օր, սա սովորույթի արտացոլանքն է, այո, ինձ համար շատ ավելի կարելի է այս իրողության վերաբերյալ հետևյալ ձևով արձագանքել շնորհակալության գիտակցությունը կամ գաղափարականը կամ հոգեվիճակը դա պետք է օրվա հետ կապված չլինի կամ տոնակատարության հետ կապված չլինի, քանի որ սա ոչ թե սովորություն է կամ քաղաքակրթության մի մաս է, սա բարոյական չափանիշ է։ Շնորհակալ լինել, գոհունակություն հայտնել դա ինձ համար բարոյական չափանիշ է։ Քաղաքակրթության դրամաբանության մեջ դա կարող է լինել այլ բան, այո, քաղաքակիրթ աշխարհը այդ շնորհակալությունը, այդ գոհունակությունը փոխադարձ հարաբերությունների նաև արտահայտման ինչ-որ մի ձև է, անշուշտ այդ հարաբերությունների մեջ, երբ որ կա գոհունակություն եւ կա շնորհակալությունը, ավելի բարոյական չափանիշները այնտեղ ցայտուն են, կա փոխադարձ հարգանք, փոխադարձ նաև գնահատանք, չկա չարություն, չկա նախանձ, եւ տեսեք տարեկան գետ մեկ անգամ այսպիսի տարեվերջյան հատկապես Սուրբ Ծննդյան ընթരാճ այս իրադարձությունները որ տեղի ունեն որպես տոնակատարություն եւ ընտանեկան տոն որպես տոնվում է տարեկան մեկ անգամ սա սովորության արտացոլանք է ինչ վերաբերում է ինչպես շեշտեցի գոհունակություն եւ շնորհակալության գիտակցությունը պետք է մարդուն ուղեկցի ամեն վարքյան ամեն օր ինչպես եւ մարդուհիթը կանանց միջազգային օրն է այդպես մեծ հիշատակումով եւ նաեւ շնորհավորանքներով մատնանշվում այդ օրը կամ հունիսի 1-ը չէ երեխաների պաշտպանության սրանք օրեր են որը շեշտադրված հասարակությանը նաեւ հուշում են որ պետք է սա լինի մարդու կյանքում ոչ թե մեկ անգամ տարին մեկ անգամ ընտանեկան որպես տոն այլ ամեն վարքյան շնորհակալություն եւ մարդ արարածը կարծես իր բնույթն է այդպեսին, որ ավելի հաճախ, ավելի շատ կենտրոնանում է այն ամենի վրա, ինչը չունի եւ իր ցկտումները, ցանկությունները ամբողջովին իր էներգիան խլում է դեպի այդ ուղղությամբ։ Եվ այս պարագայում մոռանում է հիշել եւ ուրախանալ այն ամենով, ինչը կա իր կյանքում եւ այն բոլոր մարդկանցով հարազատներով, որոնք կան իր կյանքում եւ դրա համար շնորհակալ լինել, շնորհակալության այդ զգացումն ունենալ։ Տեսեք, շնորհակալություն հայտնելը ոչ միայն բառի մեջ է իմաստը կամ քաղաքակրթության մասնիկ որպես այդպեսին ինչպես նշեցի, այլ բարոյական չափանիշ է, սա գնահատանք է։ Գոհունակությունը դա գնահատանք է, շնորհակալությունը դա գնահատանք է։ Շատ մի հետաքրքիր գեղեցիկ պատմություն կա ասում է ընտանիքի մեջ մայրը, որ անընդհատ կերակրում էր ամուսնուն իր զավակներին, երկար տարիներ, դե սովորության համաձայն ինչպես է մեր ընտանիքներում, մայրը ամեն առավոտ ճաշին կամ ընթրիքին ճաշ է պատրաստում եւ կերակրում էր ընտանիքի անդամներին, եւ մի օր գալիս են սեղանին կերակրի փոխարեն խոտ է դրված։ Զարմացած ընտանիքի անդամները հարց են տալիս, ինչի համար է այս խոտը, ասում է, գիտեք, այս տարիների ընթացքում մտածեցի մարդկան չէ որ կերակրում են, որովհետեւ երբևէ չարտահայտեցիք ձեր շնորհակալություն կամ ձեր գոհունակությունը, բառ չասեցիք։ Անշուշտ եւ քաղաքավարությունը կա, եւ նաեւ այդ բարոյական չափանիշը կա։
Երբ բարոյական չէ, որովհետև մարդ երբ որ շնորհակալություն չի հայտնում, չի գնահատում դիմացինի արարքը։ Դուք շատ լավ նշեցիք։ Ավելի կենտրոնանում է իր խնդիրների հանդեպ։ Իր խնդիրների շուրջ է կենտրոնացումը։ Ոչ թե դիմացինի արած բարիքի, այլ իր խնդիրների շուրջ։ Եվ շատ անգամ կարելի է սա որպես էգոիզմ, այսինքն եւ նաեւ նախանց բնութագրել մարդու մոտ, քանի որ մարդը դիմացինի արարքը չի գնահատում, մտածելով որ դիմացինը պարտավոր է որ այդ ամենը անի։ Այո, մարդկային տրամաբանությունը աստվածայինը տարբեր է, այսինքն մենք խոսում ենք մարդու տրամաբանությունից ելնելով։ Աստծո համար ամեն պարականերում մենք մարդ արածներս իր խնամքի եւ սիրո տակ ենք։ Ինչ վերաբերում է մարդ-մարդ հարաբերության մեջ, այո, երբեմն մարդ էգոիստ բնավորություն ձևավորելով գոհնակություն եւ շնորհակալություն չի հայտնում, մտածելով որ դիմացինը պարտավոր է կամ իր պարտականությունն է։ Եվ այդ ընտանիքի օրինակը բերելով, հա, ընտանիքի մայրն է եւ պարտավոր է իր զավակներին կերակրել, չէ՞, այդպեսի նաեւ օրինակները մեր ընտանիքներում եկա, որ մայրը միշտ կերակրում, հոգ է տանում զավակների հանդեպ եւ անգամ տարեց հասակում արդեն մտածում են, որ այդպես պետք է շարունակվի ամբողջ կյանքի ընթացքում, թե քանի որ ծնե եւ լույս աշխարհը բերեր զավակած։ Բայց այստեղ բարոյական չափանիշը այն է, որ դու գնահատում ես իր արարքը։ Հասկանում ես, որ ինքը կարող է դա չանել։ Կարող է մերժել։ Այո։ Եվ որևիցե մի բարի գործ կարող է չարվի։ Եվ բարի գործի նաև բարոյական դրսևորումներ կա։ Բարի գործի նպատակը ուղղակի աննպատակ բարեգործությունը, այն նպատակ ասելով առանց փոխադարձ շահախնդրության։ Այստեղ բարոյական չափանիշ եւ դիմացինի չգնահատելը դա էգոիզմ է։ Սա մարդ հարաբերության մասով, իսկ մարդ Աստված, այ օրինակ մարդը կարծում եմ կարող է գնահատել այն ամենը ինչ ունի, երբ հանդիպում է մեկին, որը չունի։ Ենթադրենք հաշմանդամություն ունեցող մարդու տեսնելով կարող է գնահատել իր առողջությունը կամ սոցիալական ավելի ծանր վիճակում գտնվող մեկին տեսնելով կարող ես գնահատել այն ամենը ինչ դու ունես։ Տեսեք, սա հավաքի նաև չափաբաժինը կա։ Տեսեք, Աստծո համար խնդրականություն չկա։ Մատթեոսի ավետարանի մեջ չէ, Հիսուս ասում է արևը եւ մեղավորների եւ արդարների համար է ծագում։ Նույնը անձրևը, որ գալիս է, չի տարանջատում մեղավոր եւ անմեղներ, այսինքն Աստծո համար այդ խնդրականություն չկա, բայց նույնպես մեր գնահատանքը Աստծո մոտ այդ առանձնացումն է, այդ մոտեցումն է եւ այդ գիտակցությունը, որ Աստված այո ընդունում է այդ գիտակցությունը մեր կողմից, այդ արտահայտությունը երախտապարտ լինելու արտահայտությունը անշուշտ ոչ թե բարի մեջ, այլ իմաստի մեջ։ Մենք տեսնում ենք Աստվածաշնչում շատ գեղեցիկ օրինակ կա, երբ որ Քրիստոս 10 բորոտների բուժում է, մեկն է վերադառնում հետ։ Եվ ասում է, ուր է այն մյուսները, այն 10-ը, այն 10-ից 9-ը, ուր են։ Չի ասում, որ ես շատերին բժշկեցի, ուղիղ ասում է, դուք 10 հոգի եք։ Ինչու մեկը վերադարձավ, մյուսները չվերադարձավ։ Խոսում է այդ մասին, որ այդ 10-ից մեկը գնահատեց արարքը։ Բայց 10-ը ընդունեցին բուժումը։ Աստված խնդրականություն չդրեց։ Աստված 10 հիվանդներին, բորոտներին բուժեց։ Բայց մեկը վերադարձավ եւ շնորհակալ առանձնացավ այդ ամենից։ Գիտեք, հունարենից պատարակը, որ թարգմանվում են, թապես հունարենով պատարակը Էխվարիստիա, չէ՞, Էխվարիստիա կոչվում, այսինքն իրենց մոտ է, որ ասել շնորհակալություն Էխվարիստիա, ինչքան գիտեմ, այսինքն դա չեմ սխալվում։ Այսինքն նույն բարի իմաստով է սուրբ պատարակը։ Այսինքն գոհաբանություն է սա։ Շնորհակալություն է հենց այդ։ Ուրեմն այստեղ տեսանք, որ Աստված 10-ին շնորհեց այն, ինչի կարիք ունեն, բայց 10-ից մեկը հետ վերադարձավ եւ շնորհակալություն առանձնացավ։ Ինքը առանձնացավ իր բարոյական չափանիշով։ Այո, այդ բարոյական չափանիշը ընդունված եւ գովեստի արժանի է։ Նույնպես եւ մարդ հարաբերության մեջ, երբ որ այդ գոհնակությունը ոչ թե այն տրամաբանության, որ գիտեք, պետք է խնգարգելով ման գասեն անձնավորությանը, որ բարիք է գործել։ Բայց տեսեք, խոսքը գնում է գնահատելու վերաբերյալ։
Մենք չենք ասում, որ հատուկ մեծարանքի արժանացնի։ Այս սա էլ հակաքրիստոնեական է։ Եթե գործած բարիքը դարձնում ենք բերանի, այսինքն անընդհատ խոսույթի առարկա եւ անընդհատ ասում ենք այս հանձնավորությունը, այս արեց, սա ինչ-որ միտեղ հակաքրիստոնեական է։ Իհարկե, սա հակաքրիստոնեական է, բայց այլ բան է, որ ես շնորհակալություն եմ հայտնում, ես գոհունակություն եմ հայտնում, ես ընդունում եմ այդ բարիքը, չեմ կենտրոնանում միայն այն խնդիրների վրա, որ ես ունեմ, որովհետև երբ որ մարդ միայն կենտրոնանում է իր խնդիրների վրա եւ չի տեսնում դիմացինի արած բարիքը, սա չափազանց եսասիրություն է եւ այստեղ նախանձն է գործում։ Փոխհարաբերությունների մեջ բալանսը երբ է փլուզում, երբ որ մարդ չի գնահատում դիմացի արածը։ Այսինքն միակողմանի տրամաբանությամբ ընդունում է այդ բարիքը, որ գործվում է իր հանդեպ։ Ժողովրդական խոսք կա, չէ՞, ասում է ուրակի տրամաբանությամբ մի շարժվի, այսինքն ուրակի տրամաբանություն դեպի քեզ միայն։ Ուրակի տրամաբանություն ունեցող անձնավորությունը չի գնահատում դիմացի արարքը։ Այն արարքը, որը կարող է չլինել։ Եվ այստեղ մենք Աստծո տրամաբանությունից դուրս նաև Աստծո տրամաբանության ներքո, երբ որ այս խնդրին մենք անդրադառնում ենք, տեսնում ենք, որ Աստված, այո, անշահախնդիր բոլորին տալիս է այն, ինչ որ պետք է, բայց հատուկ, այսինքն նաև իր օրհնությունը բաշխում է նրանց, ովքեր գնահատում են դա, եւ սա խրախուսվում է եկեղեցու մեջ։ Մենք Քրիստոսին խաչելության վրա տառապանքների մեջ տեսնելով անտարբերությունը մեղք ենք համարում։ Այսինքն Քրիստոս տառապում է խաչի վրա բոլորի համար, բոլոր մեղավորների համար, եւ բոլորս ենք մեղավոր, բոլորիս համար է տառապում։ Եվ այստեղ մենք հատուկ առանձնացնում ենք նրանց, ոչ թե ուղղակի ի ցույց մարդկանց, այլ հավատքի արտահայտություն եւ հավատքի վկայություն որպես ընդունելով այն մարդկանց, ովքեր գնահատում են այդ անձնազոհությունը հանուն մարդկությանը։ Սուրբ գրքից արդեն մեկ օրինակ բերեցիք շնորհակալ լինելու մասին, այլ օրինակներ հետաքրքիր կան շնորհակալ լինելու կամ թեկուզ եւ չլինելու, անշնորհակալ լինելու մասին։ Դե արդեն ասեցի, որ մենք շատ լավ տեսնում ենք այդ 10 բորոտների օրինակը, որ 10-ից մեկը վերադարձավ եւ իր շնորհակալությունը հայտնեց։ Սա գեղեցիկ եւ շատ տրամաբանություն հաղորդող մի օրինակ է եւ մեր կյանքում էլ տեսնում ենք, որ այո, բոլորը չէ, որ գնահատում են եւ նաեւ արձագանքում են այն թեկուզ մարդկային པարզ բարի գործերին, որը երբեմն դիմացինի հանդեպ գործում ենք։ Եվ հատկապես ավետարանի մեջ տեսեք, ես միշտ Հուդայի պարական, Հուդայի մատնությունը եւ այլն բնութագրում եմ նաեւ այս անշնորհակալության երևույթին։ Որն էր խնդիրը Հուդայի եւ միշտ ասում ենք, որ ոչ թե իր մատնությունը այդքան, այլ չգնահատել է Աստծո մեծ զորությունը։ Քանի որ Հուդան ինքը դավաճանեց, մատնեց եւ մենք տեսնում ենք, որ Պետրոս Առաքյալը նույնպես մատնեց իր ուրացությամբ, բայց հետո վերապրեց հաստատելով իր գոհնակությունը, իր սերը եւ այդ սերը նահատակություն արժեցավ իր համար։ Բայց Հուդայի պարական չգնահատեց։ Այդ գնահատել բառում մեջ ես տեսնում եմ այն գոհնակությունը, այն գիտակցությունը եւ գնահատանքը, որը Քրիստոս այդ տառապանքների հետ ամեն ինչը պետք է կրեր հանուն մարդկությանը։ Եվ նույնպես արդեն վերադառնալով այդ 10 բորոտների օրինակին, շատ հստակ եւ գեղեցիկ մի օրինակ է, որտեղ այո, բոլորը չէ, որ ի պատասխան Աստծո գործած բարիքին կամ այսպես ասած ողորմությանը արձագանք տվեցին։ Այն մեկն էր, 10-ից մեկը, որը անշուշտ նաև Աստծո օրհնության արժանի գտնվեց։ Ինձ փոքր տարիքից վրդովեցնում էր այն հատվածը, որ վերաբերում է Դավիթի ու Սավուղի հարաբերություններին եւ որքան Դավիթը բարիք գործեց Սավուղի համար, հենց սկզբից հաղթելով Գողիաթին, փրկելով ծանր վիճակից, բայց Սավուղը սկսեց հետապնդել եւ թշնամաբար վերաբերվել, կարծես անշնորհակալ լինելով, չգնահատելով այն ինքնազոհությունը, որ արեց Դավիթը։ Իհարկե ոչ միայն Դավիթի եւ Սավուղի օրինակով պատմության մեջ շատ նման օրինակներ կան եւ
նախաքրիստոնեականից սկսած մինչև այսօր կան շատ ցայտուն օրինակներ, թե ինչպես բարիքը փոխհատուցվում է չարիքով։ Գիտեք, այսպիսի նաև մի հակաքրիստոնեական մի արտահայտություն է կա, որ ասում է, եթե ուզում ես քեզ չարիք գործել, մեկին բարիք գործի։ Մեկի անտե բարիք գործել, չարիքով փոխհատուցի անմիջապես։ Այո, քրիստոնեության հիմքում այնպես չէ, որ սա ասում ենք հնարավոր չէ։ Այլ մենք ջախջախում ենք հագադարձելով այլ տրամաբանությամբ, աստվածային տրամաբանությամբ։ Մենք բացարձակ տեսնում ենք մի օրինակ, երբ Քրիստոս խաչվեց բացարձակ անմեղ լինելով։ Ինչը Քրիստոս որևիցե միտեղ չարիք գործեց, այլ բազմաթիվ անգամ իր հրաշներով, իր, գիտեք, ամեն տեսակ գործողություններով մարդկանց փաստում էր իր աստվածությունը։ Եվ անվնաս, բայց ամեն կերպ օրեցօր ավելի կուտակվեց չարությունը եւ չարության, այսինքն արդյունքներ, որ նաև խաչվեց Քրիստոսը, այսինքն բացարձակ անմեղ լինելով։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ Աստծո որդին, որը մարմնացավ մարդկության համար, խաչվեց առանց մեղքի, ոչ թե այն տրամաբանությամբ, որ ամենքս մեղավոր ենք, ինչու է այս նաև պատիժը հասել ինչ-որ մեկին կամ Հիսուսի պարակայում։ Ոչ, Քրիստոս բացարձակ մաքուր եւ անմեղ լինելով խաչվեց։ Մարդ հարաբերության մեջ կարող ենք միտեղ հասկանալ, որ մարդը ինչքան էլ փորձի կատարյալ ունի իր մեղավոր, այսինքն բնության մեջ եղած այս պարակաները եւ ինքը կատարյալ չի ինչպես Աստված, բայց կատարյալ Աստծուն խաչեցին անմեղ լինելով, մեղադրելով ինչ-որ բաների մեջ։ Եվ անշուշտ սա այն պատասխանն էր, այն իր գործած բարիքների, երբևէ չարիք չգործեց, մարդկանց բժշկեց։ Եվ բազմաթիվ անգամ այդ իր գործած բարիքների փոխարեն ավելի հասարակությունը չարացավ։ Սա այն մասին եմ խոսում, որ այն մարդն է չարանում, որը իր խնդիրներից այնքան բան չի տեսնում։ Այո, իրենը մեղադրում է, չէ՞, ինչու այս չես անում։ Իրենց պատկերացրած հրեական պատկերացումներին հակադարձում էր Քրիստոսի աստվածությունը եւ կալումները, Աստծո հանդեպ ընկալումը հակադարձում էր հրեաների այն տրամաբանությանը, որը իրենք այսպես սպասում էին Քրիստոսի մարտեղանալով, Էմանուելի գալստյանն էին սպասում։ Իրենց պատկերացումները այլ էր։ Այո։ Եվ տեսեք, իրենք կենտրոնացած իրենց խնդիրների վրա, իրենց կարիքների, իրենց պահանջների, չտեսան Քրիստոսի աստվածությունը, չտեսան այն ամենը, ինչ որ աստվածային էր։ Գերմարքային էր, մարդը չէր կարող այդ ամեն ինչը անել, հարություն տալ, բժշկել եւ այլն։ Բայց իրենց պահանջները եւ իրենց խնդիրները այնքան են կուրացրել իրենց, որ իրենք չտեսան Քրիստոսի աստվածությունը։ Եվ ինչպես մարդ հարաբերության մեջ, երբեմն մարդ միշտ խնդիր ունի։ Ինչով ուզում ես օգտակար լինի, այդ մարդը իր խնդիրներից այնքան չի նայում երբևիցե։ Եվ այստեղ անշուշտ հարաբերությունները ինչու է խաթարվում եւ ինչու միշտ խնդիրներ կան, երբեմն ասում են, կարիք ունեցող մարդուց պետք է խորշես, հեռու մնաս եւ այլն, քանի որ ցավոք սրտին, այո, կա մի մասա, որ այդ տրամաբանությամբ է որդում։ Բայց անշուշտ քրիստոնեությունը սա դադապարտում է։ Քրիստոնեությունը ասում է, անկախ ամեն ինչի պետք է դու շարունակես բարիք գործել, անկախ ամեն ինչից։ Ոչ թե չհասկանալով, չգիտակցելով կամ հերկելով, որ այսպիսի հարաբերություններ կան եւ մտածելակերպ։ Ասում է, այո, այդ ամեն ինչը կա, բայց դու պետք է գործես, ինչպես գործեց քո Տեր Աստված։ Մենք լավագույն օրինակ ունենք Հիսուս Քրիստոսի մեջ։ Հենց որպես ձեր այս խոսքի տրամաբանական շարունակություն, երբ մեկը մարդը մի ուրիշ մարդու բարիք է գործում, իհարկե եթե դա չի կատարվում ինչ-որ շահամոլությունից մղված, այլ պարզապես բարիք կամենալով մեկին ինչ-որ լավ գործ է անում նրա համար, եւ երբ զգում է, որ դիմացինը անշնորհակալությամբ է ընդունում ամեն անգամ, մարդը կարող է դադարել, տեսնի, որ չի գնահատվում, այլևս չանել այդ բարիքը։ Իսկ ինչպես է Աստված վարվում։ Հիմա տեսեք, բարիք գործողի ակնկալիքն է պետք է այլ լինի, եթե քրիստոնյա է։ Ակնկալիքը ոչ թե պետք է մարդուց սպասի, այլ ինչպես
քրիստոնեությունն է թելադրում, Աստծուց պետք է այդ օրհնությունը ստանա։ Շատ անգամներ մենք հետևյալ ձևով ենք նաև մեկնում Աստծո խոսքը, որ ասում է ինչ օգուտ, եթե մարդկանցից պետք է ընդունես, չէ, քո շնորհակալական խոսքը, բայց սա չի նշանակում, որ մենք բացարձակ արգելում կամ ասում ենք հերքում ենք, որ շնորհակալության խոսքը կարևոր չէ։ Ես նշեցի շնորհակալություն ասելը կամ գնահատելը դա բարոյական չափանիշ է։ Քաղաքակրթության մի մասնիկ չէ։ Այո, դա նույնպես քաղաքակրթության դրսևորում է մարդու մոտ եւ որ մարդ գնահատում է, բայց նաեւ բարոյական չափանիշ է։ Հիմա հարց. արդյոք այդ բարոյական չափանիշ ունի դիմացինը, որովհետեւ գնահատի կամ տեսնի։ Կամ արդյոք դիմացինի կարիքը դա երբեմն ձևավորված կարծես մասնագիտություն լինի, որովհետեւ մարդիկ կան, որ կարիքը որպես գիտեք աշխատանք կամ մասնագիտություն ներկայացնում են, այսինքն դիմացինին եւ շատ անգամներ մենք տեսնում ենք, որ մարդիկ տարիների ընթացքում չեն փոփոխվում, անընդհատ խնդրի եւ կարիքի մեջ, որովհետեւ դարել է սա մասնագիտություն։ Շատ լավ օրինակ կա երբեմն մուրացկանները, ոչ վիրավորելով որից է մեկին, շատ անգամներ տեսնում ենք, որ այո, տարի մարդիկ շաղարկում են այսինքն իրենց խնդիրները եւ գումար են հավաքում փողոցում։ Այսօր բազմաթիվ հասարակական կառույցներ կա, որոնք այսինքն աջակցում են, բավականին ուժ աջակցություն կա։ Երբեմն մենք ինքներս ականատես ենք լինում, որ մարդուն օգնում ես, բայց այդ մարդը այդ վերցրած օգնությունը ոչ թե փորձում է իր բարիքի համար օգտագործել որպես ապակայում նաև այլևս խնդիրներ չունենա, բայց իր համար դա սովորական երևույթ է եւ դառնում է ամենանգամյա եւ այլն խնդրանքի ձև։ Բայց տեսնում ենք, որ մարդը այսինքն օգտվելով ինչ-որ մի բանից, այսինքն կարիք ունենալով եւ գնահատելով, արդեն գնահատելով, իր մոտ փոխվում է աշխարհը։ Սա է։ Տեսեք, ավետարանի մեջ շատ գեղեցիկ օրինակ կա, որ երբ որ առակի ձևով բառացի չասեմ, որ նկարագրում է Հիսուս, որ մեկին տվեցին, մի քանի քանկար մեկին տվին, մյուսին եւ այլն, մեկը դարձրեց 100, մեկը դարձրեց բազմապատկելով, իսկ մյուսը ասում է ես վախեցա այս ամեն ինչը ինչ որ ձևով օգտագործել, մտածեցի, որ ինչ որ հետո է վերադարձնում, այսինքն բառացի չեմ ցիտում ավետարանի խոսքը, այ իմաստ եմ ասում, այսինքն Աստված տվեց հնարավորություն մարդուն ամեն ինչ տվեց, որպեսզի կարողանա այդ մարդը ձևավորվի, բայց մարդկա այսինքն այդ մնաց չձևավորված, որովհետև ջանք չթափեց։ Այո, այսօր տեսնում ենք հասարակության մեջ երբեմն շփվելով սոցիալական անապահով ընտանիքների հետ, տեսնում ենք, որ այո, որոշներ կան, որ իրենք այդ հնարավորությունը օգտվելով ոտքի են կանում եւ շարունակում են, այլևս հետ չդառնալով եւ գնահատելով այն ամենը ինչ անում են, բայց կան աղացիկուրաներ, որոնք մտածում որ դուք բարդ եք։ Ես բավականին երկար տարիներ առիթ ունեցել եմ աշխատելու այսպես սոցիալապես անապահով ընտանիքների հետ։ Իմ կեցավայրում որպես քահանա, ուր ես ապրել եմ, այնտեղ ամենուր հաճախել են բազմաթիվ ընտանիքներ։ Գիտեք, երևի այդ տարիների փորձառության անցած ընտանիքների թիվը, որ ասեմ կարող է զարմանք առաջացնել, 1-2-ը հազիվ թե հիշեն, որ իրենք օգուտ են քաղել այդ կենտրոնից եւ ընդհանրապես ինչ է տեղ ունեցել իրենց կյանքում։ Եվ այստեղ շատ դժվար է, իրոք շատ դժվար է։ Օրինակ, գիտեք, եկեղեցի մարդ հարաբերության մեջ շատ անգամներ տեսեք մենք եկեղեցուն ասում ենք, որ եկեղեցին պահանջներ ունի, եկեղեցին ասում է պետք է այս անես, բայց փորձառությունից ելնելով տեսնում ենք, որ նաև եկեղեցին, երբ որ բավականին ներդրում ունի հասարակության մեջ, այդ հասարակության պատասխանը ինչպիսին է։ Սա է շնորհակալության եւ գոհունակության ձևը։ Հիմա տեսեք, տարիներով կրթում ես երեխաներ, հնարավորություն ես տալիս ուսում ստանալու։ Տեսնում ես, որ մի օր հայտնվում են շատ բարձր պաշտոնների։ Քանիսն է իր այդ ընդունածից գոնե 0.01% հետ վերադարձնում։ Գիտեք, մի հոգևորական ունենք, որ մի երիտասարդի հնարավորություն էր տվել ուսում առնելու, երբ որ վերադարձել էր նվերի ձևով ասել էր, ուզում եմ ես ձեզ շնորհակալություն հայտնեմ, ասել էր, ինձ շնորհակալություն մի հայտնի։ Ասել էր, գետ մեկի հանդեպ նույնը արա։ Գետ մի երեխայի։ Հիմա հարց, արդյոք արեց։
Այսինքն մենք տեսնում ենք, որ հասարակությունը, որը օգտվում է մեզանից ասելով անձի նկատություն եմ, այն անձերից ովքեր օգնում են մեծամասամբ, ինչպես ավետարանի մեջ 99%-ը չի կողմնորոշում փոխհատուցել այդ ամեն ինչը, հատուցում տան։ Հատուցում ոչ թե, գիտեք, ինչ-որ ձևով պարտավորված, այս սիրուց բխած, այդ նույն օրինակով շարունակի։ Դուք պատկերացրեք, ինչ կարգապահ եւ բարոյական չափանիշներով լեցուն հասարակության մեջ կլինեիք, եթե ամեն մեկը իր ստացածի 0.10%-ը պատասխաներ։ Հիմա շատ բարեսիրական կառույցներ, որը Հայաստանում գործում են, երբ որ խորանում ես որտեղից, այսինքն դրամ է հատկացվում կամ բարեգործության ծրագիր իրականացվում, տեսնում ես այն անձերի շնորհիվ, որոնք ժամանակի խնդիրներ են ունեցել։ Մանկատան մեջ մեծացած երեխան, որը հասել է ինչ-որ մի աստիճանի, սկսում է օգնել մանկատան երեխաներին։ Այսա բարոյական չափանիշ է։ Ինչ-որ մեկը անապով ընտանիքի մեջ էր ապրում եւ հնարավորություն չկար, որ ինքը ուսում ստանար։ Եվ ուսում տվեց մեկը, հնարավորություն շնորհեց, հասել ես ինչ-որ աստիճանի։ Ինչով ես փոխհատուցել, ինչ ես արել, փոխադարձը ինչով ես դու արտահայտել քո շնորհակալությունը։ Պարզ բառերով, ես երբեմն խիստ եմ նման հարցերի շուրջ, ոչ թե պահանջում եմ դիմացինից, որ խնգարգեն անձս կամ թեկուզ եկեղեցում, որ եկեղեցին իրենց օգտակար է եղել, այդ իրենց վերաբերմունքով, գնահատանքով։ Իսկ եթե անձնավորությունը չի գնահատում, դա խոսում է այն մասին, որ ինքը չափից ավելի կենտրոնացած է միայն իր վրա, եւ այստեղ այդ նախանձ, այդ էգոն, որ կա իր մեջ, որ ինքը շատ ավելի լավն է եւ ինքը արժան էր այս ամեն ինչին։ Եվ բնականաբար այստեղ շնորհակալության եւ գոհունակության խոսք չի կարող լինել։ Բացարձակ չի կարող լինել։ Շատ պարագաներում, այո, դիմացինը մտածում է, որ ինքը արժան էր դրան, եւ այստեղ շատ գեղեցիկ օրինակ կա Այվազովսկի հետ կապված, որ երբ որ կարդում ես իր կենսագրականը, չի խոսում իր մասին, որ ինչքան ինքը տաղանդավոր էր։ Ասում ես բախտավոր էի, որ ինձ նկատեցին։ Շատ հետաքրքիր նկարագիր ունի։ Այսօր չի ասում, որ ես բոլորից տաղանդավոր էի։ Ասում է ես բախտավոր էի, որ ինձ նկատեցին եւ առիթ տվեցին զարկանալու եւ աշխարհին ցույց տալու իմ ունակություններս, որ Աստվածատուր են։ Չտաքրքիր է։ Նմանատիպ մարդը գնահատում է։ Գիտեք, քանի երիտասարդներ կան, որ հնարավորություն եք տվել ուսում առնելու, որոշներից պատասխան եք լսել, ես որովհետև դպրոցում լավ էի սովորում։ Ես միշտ այս օրինակն եմ ասել, դու լավ ես սովորում, բայց եթե քեզ առիթ չտային, դու չէիր կարող քո լավ սովորելը արտահայտել։ Ինչքան երեխաներ կան, որոնք շատ լավ են սովորում, բայց հնարավորություն չունեն իրենց երազանքին հասնելու։ Ինչքան էր։ Գիտեք, ինչ մասնագետների կորուստ ունենք, որ հնարավորություն չեն ունեցել իրենց երազանքը իրականացնել։ Ինչ բժիշկներ, ինչ ճարտարապետներ, ինչ գիտնականներ, որը ճամփից մնացել են ընտանիքի անդամները, ասել են, գիտեք, ի վիճակի չենք վճարելու առանձին պարապմունքներ եւ այլն, Երևան բնակվել, այդ ամեն ինչը իրենց փոխանցել են, արդեն իր մեջ ծրագրամը, որ հնարավոր չկա, այդ երեխան սահմանափակվել է։ Եվ տեսեք, արդեն 1800-ական չէ, Այվազովսկու դարաշրջանը 1800-ին, եւ ասում է, ես բախտավոր եմ, որ ինձ նկատեցին։ Ուրեմն սա գոհունակության ձևն է, որ դու գիտակցում ես, որ այո, աշխարհում նորմալ մարդիկ շատ կան։ Արդակնապես է միգուցե շատ ավելի լավը, ինտելեկտուալ առումով շատ ավելի լավը, եւ այլն եւ այլն։ Եվ այս մոտեցումը իմ հանդեպ, այս գործած բարիքը ինձ պարտավորություն է փոխհատուցել նմանատիպ գործողություններով։ Նմանատիպ, եւ տեսեք աշխարհը ինչ հիանալի վայրիկ վերածվեր, եթե ամեն մեկ իր ստացածի 0.01%-ը վերադարձներ։ Ես երբեմն նման փորձեր եմ արել։ Աշխատակազմի, այսինքն որոշ անդամներին ասել եմ, պատրաստ եք 0.10%-ը, 10%-ը, չէ 0.1%-ը վերադարձնել օրինակ եկեղեցում։ Եթե եկեղեցին ձեզ աշխատավարձ է տալիս, բոլորը չէ որ լավ են արձագանքի, 99%-ը դժգոհել են։ Տեսեք։
Սա խոսում է այն մասին, որ ես այն ժամանակ եմ գնահատում, երբ որ իմ մեջ ձևավորված այդ բարոյական չափանիշը, եւ այդ բարոյական չափանիշները վստահ եմ, որ ընտանիքից է ձևավորվում։ Ես օրինակը բերեցի, որ երբ որ մայրը կերակրում էր տարիների վեր, բայց ընտանիքի անդամները օգտվելով այդ սեղանից երբևէ շնորհակալություն չէին հայտնում։ Եվ այսպիսի օրինակներ շատ կան։ Ամուսինների մեջ էլ կա նման տրամաբանություն, որ գիտես դիմացինը պարտավոր է։ Ես առիթ ունեցել եմ մի ընտանիքում գտնվել եւ շատ խիստ քննադատել եմ եւ այդ սովորությունը կանգ է առել այդ ընտանիքում եւ տեսել եմ, որ տան հայրը կնոջի ջուր չի ուզում, այսպես է անում եւ կինը բերում է ջուրը։ Հա, կամ այսպես է անում եւ թաշկինակ է տալիս։ Շատ վատ եմ անդրադարձել։ Սա չի կարելի։ Տեսեք, ինչքան գեղեցիկ է, որ ասես խնդրեմ մի բաժակ ջուր կտաս։ Էլի դու չբարձանաս, բայց ասես խնդրեմ մի բաժակ ջուր կտաս։ Այսինքն տղամարդությունը դրանով ջնջվեց կամ տղամարդության արտահայտման ձև է։ Ոչ, սա իմ կարծիքով եւ տգիտության եւ եսասիրության մեծ արտահայտություն է, որ ես այնքան լավն եմ, որ դիմացինը պարտավոր է ծառայել։ Ձերքի շարժումից։ Ձերքի սա իդեք նախկիներում, այսինքն հին ժամանակներում այդպես ստրուկներ են արել։ Ստրուկին բարով չեն դիմել, խոսքով չեն դիմել։ Այդ նշաններով են խոսացել։ Անունների փոխարեն համարներ է եղել։ Ես հիշում եմ քրիստոնեականի դասավանդման պրակտիկա ենք ասում եւ այսպիսի բան ունենք, սովորույթ կար մեր համալսարանում, որ մենք ինքներս դասալուսում ենք մեր ընկերոջը եւ ասենք ո՞րն է այս են բացերը եւ մեր դասընկերներից մեկը երբ որ սկսեց առաջին համար, երկրորդ համար, երրորդ ես արձագանքեցի կներես իրենք բանդարկյաններ չեն առաջի երկրորդ անուն ազգանունով այսինքն գնահատում ես անուն ազգանուն համարով չէ համարակալված չենք մենք հիմա նույնը հարաբերության մեջ նշաններով չէ որ խոսում ենք կամ այսպես մատուցողին չէ երբեմն ցույց են տալիս ընտանիքի մեջ հարաբերությունների մեջ այդ խոսալը այդ արտահայտվելը այդ գնահատելը չափազանց կարևոր է կարելի է սիրո գործակից համարել